Ալիևը նույնիսկ այնքան չի սպառնում հայ ժողովրդին, ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե ամեն օր հաստատված խաղաղության մասին է պատմում, այսօր զգուշացրեց մարդկանց։ Խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Ընդդիմադիրների տեքստերը վերլուծելուց բացի Նիկոլ Փաշինյանը ինչ տեղեկություն ունի, որ իր ղեկավարած ուժի պարտության դեպքում պատերազմ է սպասվում։ Հնարավոր է Ադրբեջանի նախագահն է Նիկոլ Փաշինյանին նման բան ասել, որ կհարձակվեն Հայաստանի վրա։ Վարչապետից այս հարցերի պատասխանն այսօր ստանալ չհաջողվեց։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հանրությանն առաջարկում է Փաշինյանի սպառնալիքները լսելու փոխարեն հիշել քաղաքացիական պայմանագրի իշխանության տարիների մարդկային ու տարածքային կորուստները։ Այդ ինչ պայմանավորվածություններ ունեք Ալիևի հետ, որ հստակորեն պնդում եք, նույնիսկ ամիս եք նշում, թե երբ է լինելու պատերազմ։ Այսինքն Ալիևի հետ բանակցել եք, որ եթե չընտրվեք, պետք է սկսի պատերազմ մեր երկրի, մեր ժողովրդի դեմ։ Դուք պատկերացնում եք այն ծնողների զգացմունքները, որ այսօր տղա երեխա ունեն բանակում։ Այսինքն կարելի է սեփական ժողովրդի շանտաժի ենթարկելու գնով վերարտադրվելու փորձեր իրականացնել։ Ընդդիմադիրների պատերազմական տեքստերից Նիկոլ Փաշինյանն այսօր շատ օրինակներ չուներ։ Առաջիկայում խոստացավ այդ թեմայով մի ուղիղ եթեր, բայց մի քանի այդպիսի օրինակներ համացանցում տեսել է։ Երեք ինչ որ նկարներ եմ տեսնում Newsfeed-ում երևում է ուժեղ խաղաղություն, կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, հասկանում եք, այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է, խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը։ Ընդդիմադիր ուժերի անուններ Փաշինյանն ուղիղ չնշեց, բայց ակնարկից հասկացվեց խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի մասինն է։ Այս ուժերից հակադարձում են, իրենք իշխանության գալու դեպքում չեն հետապնդելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, չեն չեղարկելու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ինչպես ընդդիմադիր գործիչները ձևակերպեցին, չեն անելու այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, երբ եկավ իշխանության։ Ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որ ռևանշիստական հայտարարություններ է անում, խոսում է գալուց հետո Արցախի վերաազատագրման մասին, խոսում են որոշակի արժեքների պաշտպանության, մեր գերիների վերադարձի մասին։ Այո, գերիների վերադարձ պատերազմ չի նշանակում։ Մեր եկեղեցիների պաշտպանությունը պատերազմ չի նշանակում։ Այդ ինքն էր, երբ որ Արցախը Հայաստանը եւ վերջ կարգախոսով հանդես էր գալիս, այդ ժամանակ է ինքը պատերազմը սադրել։ Հիմա Հայաստանում չկա որևէ ուժ, որ լինելու է Նիկոլ Փաշինյան 2, որ գալու է իր զրոյական կետից սկսի։ Մենք ոչ միայն չենք ասել, որ գալու ենք չեղարկենք, մենք հայտարարել ենք, որ մենք չենք սկսելու զրոյական կետից, ինչպես իրենք արեցին ու մենք տեսանք այդ զրոյական կետից մեկնարկելու լրջագույն հետևանքները։ Մենք գալու ենք հասկանանք ինչ ունենք հողի վրա եւ բնականաբար շարունակենք դրա, եթե կլինեն այդպիսիք դրական պայմանավորվածությունները եւ բացառապես այդ ձեռք բերված պայմանավորվածությունները փորձենք երաշխավորելով ի օգուտ հայկական շահի։ Սամվել Կարապետյանի թիմակից Գոհար Մելոյանը կարծում է, ընդդիմադիրներին պատերազմ հրահարելու համար մեղադրող Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու մի գործիք ունի՝ մարդկանց պատերազմով սպառնալ եւ այժմ հենց դրանով է զբաղված։ Սա մտածածին հնարք է եւ մեր հանրությունը պետք է հասկանա, որ հակառակը, եթե իրենք մնան, այդ ժամանակա պատերազմ լինելու, որովհետեւ իրենք միակողմանի զիջումային տրամաբանության մեջ են ու ինչպես ասացի, այդ թվում մինչեւ մեր ինքնության զիջման գնալու են։ Արդյոք մենք համաձայն ենք ու պատրաստակամ ենք հաշտ լինել նման իրականության հետ։ Վարչապետն այսօր պնդում էր, թե այս ուժերը պատերազմից շահ ունեն, այդ թվում ֆինանսական եւ ձգտում են ֆորպոստի կառավարիչ դառնալ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու համար մեղադրեց Ռուսաստանին եւ Բելարուսին։ Նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների բան ունեն, ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում։ Միլիարդների ունեցվածք ունեն։
Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք։ Աշխատեք, քրտնեք։ Իսկ որ գործող իշխանության հռչակած խաղաղությունը կփլուզվի եւ պատերազմ կլինի, նրանց չընտրվելու դեպքում լավագույն հերքումն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը կեղծ է։ Վարչապետին այսպես պատասխանեց առաջին նախագահի թիմից Լևոն Զուրաբյանը։ Եթե խաղաղության բերած էր, ուրեմն այդ խաղաղությունը կախված չէր լինի Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ելքից։ Ինքը արդեն ուղիղ իր հայտարարությամբ վերջապես խոստովանեց, որ ինքը ոչ մի խաղաղություն չի բերել։ Ինքը բերել է մեր գլխին նորանոր սպառնալիքներ, նորանոր վտանգներ, նորանոր պատերազմական զարգացումներ։ Փաշինյանին հաջողվել է Ադրբեջանի հետ նախաստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց այն ստորագրված չէ։ Իլհամ Ալիևը դեռ նախապայման ունի Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։